Փաստորեն դուք այսօր եկել եք այստեղ աջակցություն Գագիկ Ծառուկյանին, ասեք առհասարակ ինչ մտահոգություններ ունեք եւ ինչ կարծիք ունեք։ Գագիկ Ծառուկյանը մեր սպորտային ղեկավարն է եղել 2004 թվականին նա եկավ Օլիմպիական կոմիտեի նախագահ եւ ես հիշում եմ 2000 թվականին 2004-ին մեդալ չկար, ընդամենը մի մեդալ էր եւ նրա գալուց հետո ընդամենը 4 տարի Օլիմպիական ցիկլը անցավ, այդ մարդը 6 հատ մեդալ եղավ, մեր երկրին եղավ նրա աջակցությամբ եւ նա այդ դաշտը ստեղծեց մարզիկների համար եւ այդ մարդուն մենք միշտ գնահատում ենք ձեր ալիքով միշտ իմ շնորհակալությունը հայտնել եմ հիմա էլ պարոն եկե որ իմ աջակցությունը հայտնեմ նրան իա թող նրան համբերություն լինի, տոկունություն լինի շուտ այս ամեն ինչը վերջանա կա իր գործը շարունակի Դուք հավանաբար այս ամբողջ գործընթացին հետևել եք զուտ մարդկային տեսակետից ինչ կարող եք ասել, քանի որ տեսանք թե ինչպես ձերբակալությունը եղավ, հետո կալանավորումը, սա ինչ ազդակյան առհասարակ ուղղում։ Ընդհանուր ես որ նայում եմ, ասենք, իրավաբանական հարցերով ես չգիտեմ, մասնագետ չեմ, բայց ընդհանուր որ նայում եմ իր ընդհանուր հոլդինգի հետ կապված, բիզնեսների հետ կապված նման շղթայական վերաբերմունք, մուլտիվելնեսն են ոնց որ քաղաքապետարան ասում տալիս են այդ խոսակցությունների մագարտակով ես չգիտեմ, բայց ընդհանուր որ նայում եմ, ես մտածում եմ, որ սա ինչ-որ գործի հետ կապված չի, այս ավելի շատ վրեժխնդրության է նման ու դրանից բացի ասենք, ես տեսել եմ տանը ոնց են նրան վերում ինչ ձևով են տանում եւ շատ յոկա անդուր է նման բանը կարծում չի կարելի, որովհետև դա արդեն կարմիր գծեր խախտել է։ Այդ մարդը տարիք ունի, անցած ճանապարհ ունի եւ այդ ամեն ինչը պետք է հարգել։ Իրոք ես իմ աջակցությունը հայտնում եմ նրան, ցանկանում եմ, որ շուտ այս ամեն ինչը կարգավորվի եւ դուրս գա։ Փաստորեն մարզաշխարհի տեսակետից դուք թեև անդրադարձաք, բայց եթե խոսենք Իրավանդի մասին, նաեւ պարոն Ծառուկյանի հետ դուք եւս ճանապարհ եք անցել, ինչ կարող եք ասել։ Միանշանակ ես նրա ճանապարհ եմ անցել 2004 թվականին էլ ինքը ինչ եղավ Օլիմպիական կոմիտեի նախագահ իմ սպորտային հաջողությունները այդ ժամանակ սկսվեցին 2006 թվականին 16 թվականին թողել եմ 10 տարուց ավել եւ նա դաշտ է ստեղծում այդ աուրան մթնոլորտը կար ինքը կոլորիտով մարդ էր եւ այդ ամբողջ դրագանը կար սպորտի մեջ ես հիշում եմ ասենք ամեն տարի վերջին էլ 7-800 հոգի մարզիչներով հավաքվում ենք միշտ լավ անցկացնենք մեր ժամանակը մարդու հետ եւ պետք է շնորհակալ լինենք։ Դուք մուլտիվելնեսի մասին նոր նշեցիք, բայց Օլիմպիավանը նույնպես փակ է, գիտենք, որ այնտեղ բազմաթիվ երեխաներ էին գնում, մարզումներ անցկացնում, այս մասով ինչ կարող եք ասել։ Եթե փակվել է Օլիմպիավանը, միանշանակ դա մարզիկների բոլորի աշխատանքը կխաթարվի եւ ես կարծում եմ, որ նամանավանդ ասենք սպորտին չպետք է գտնեն, թողնեն, որ այդ մարդիկ կարողանան իրենց մարզումները տանեն, որովհետեւ դա նպաստում է մեր երկրի դրոշը բարձրացնելուն պետք է բաներ կա, որ հանգիստ լինեն։ Շնորհակալություն։